Ինչպես ապրի կամ ուր տեղափոխվի մայրաքաղաքի կենտրոնում պապից ժառանգություն ստացած 1-2 սենյականոցում ապրող միայնակ թոշակառուն, որ հայտնվել է գույքահարկի ծանր բեռի տակ։ Այս հարցին ընդդիմադիր падգամավորը լուծում է առաջարկում՝ կասեցնել գույքահարկի վերջին փուլը, որ ևս 30% բարձրացում է ենթադրում։ Իսկ որ չստացվի արտոնությունից օգտվում են նաև ունևորները, մինչև 200 միլիոն դրամ արժողությամբ գույքի դեպքում, ասում է, կարգավորումը կարող է նույնը մնալ։ Այսինքն դուք գտնում եք, որ գրեթե 1,5 միլիոն դոլար արժողությամբ գույք ունեցող քաղաքացին սոցիալական ապահովության խնդիր ունի։ Այո, ես համաձայն եմ, որ 500 միլիոն 1 միլիարդ դրամանոց գույքերը շատ էական եւ ավելի բարձր հարկ պետք է ունենան, քան ասենք օրինակ մինչեւ 20-25-30 միլիոնանոց գույքերը, որտեղ բնակվում են շատ ավելի համեստ, այսպես կեցություն ունեցող մեր հայրենակիցները։ Պատգամավորը հաշվարկել է պապական տանն ապրող թոշակառուն օրինակ տարեկան ստիպված է լինելու վճարել մինիմում 350-360 հազար դրամ, ամիսը մոտավորապես այնքան, որքան նվազագույն կենսաթոշակն է։ Աճը պետք է կասեցվի, հետո նորից քննարկվի ու վերանայվի ներդրված համակարգը, կարծում է պատգամավորը։ Նույնիսկ այդ մի քաղաքացու համար, այդ մի պապիկի համար մենք այսինքն կարանք այստեղ լուծում տանք։ Այս հեղինակներ օրենքի եւ պաշտպանողները ասում են, չես կարողանում գույքահարկդ վճարես, հարգելի տատիկ եւ պապիկ, շատ կոնկրետ վաճառի գույքդ կենտրոնի քո ժառանգած պապենական եւ գնա այնպիսի մի տեղ ապրի, որտեղ գույքահարկը կարողանաս քո թոշակով վճարել։ Գործադիրը դեմ է Ավետիսյանի առաջարկին, փոխնախարարը թվեր է ներկայացնում։ Եթե 2021-ին հավաքագրվել է շուրջ 12.7 միլիարդ դրամ գույքային հարկ, 2024-ին արդեն 22 միլիարդ դրամ են հավաքել նոր մեխանիզմի ներդրման շնորհիվ։ Մենք գույքային հարկերի պոտենցիալը չենք օգտագործել, համայնքներին չենք ասել, այս ռեսուրսը ձեր ռեսուրսն է, սեփականատերերից արդարացիորեն հավաքեք ու ծախսեք, բյուջետավորեք ըստ առաջնահերթությունների, ծախսեք համայնքային խնդիրները լուծելու նպատակով։ Հիմա այս խնդիրն ենք մենք լուծում։ Լավ օրից չէ, որ պետությունը ծանրացնում է քաղաքացիների բեռը բոլոր ուղղություններով։ Կոնկրետ խնդիրներ են լուծում, վստահ է Ավետիսյանը։ Ապիկար կառավարման հետևանքով իրականում մենք ունենք արդեն այս տարի լուրջ նախորդ տարվա երրորդ երամսակից լուրջ տնտեսական դժվարություններ։ Անցած տարի 230 միլիարդ քիչ փող են հավաքել։ Այս տարի էլ նախորդ տարվա համեմատ տնտեսական իրենց կանխատեսած աճը ավելի ցածր է, սոցիալական կարիքները շարունակում են մնալ, պետական բյուջեի մուտքերը նվազում են, իսկ ծախսերը ըստ էության չեն նվազում, հետևաբար դի փորձեն հարկ հավաքել, այս դեպքում արդեն հարկ քերթեն։ Գլխադասային հանձնաժողովում ընդդիմադիր падգամավորի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, կքննարկվի նաև լիագումար նիստում։ Նախագծի հեղինակը մեծ հույս չունի սպասվող քննարկումներից, ասում է կառավարությունն ամեն գնով փորձում է լուծել իր իսկ կառավարման հետևանքով առաջացած խնդիրները, անկախ քաղաքացիների դժգոհություններից։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։